Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի համար 1392 Լ որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան։ Համեցեք, պարոն Խոջոյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության որոշման նախագծում ներառված են անասնաբուծության խթանման ուղղված հետևյալ ծրագրերը՝ խելացի անասնաշենքերի կառուցում եւ տոհմային տաղարաբուծության զարգացում։ Նախկինում գործող խելացի անասնաշենքերի ծրագրի համեմատ այս նախագծում իրականացվել են որոշ լավարկումներ եւ լրացումներ, մասնավորապես շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի վերագնահատում է տեղի ունեցել, որի արդյունքում բարձրացվել է ներդրվող գումարների շեմը, հետևաբար նաև փոխհատուցվող գումարների չափաբաժինն է բարձրացել, օրինակ եթե նախկին ծրագրում 40-ից 45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 միլիոն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 միլիոն դրամ, որի 50%-ը համաձայն ծրագրի ֆերմերները կարող են հետ ստանալ փոխհատուցում, այսինքն 23 միլիոն դրամը նախկինում 17.5 միլիոն դրամի փոխարեն։ Նշեմ, որ սահմանված է արտոնյալ պայմաններ սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների եւ սոցիալական որոշ խմբերի համար եւ սահմանվել է այստեղ 70%-ի ծախսերի փոխհատուցում։ Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել է 25%, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար այն 45% է։ Իրականացվել է գլխաքանակի փոփոխություն, մոդելների տեսակների փոփոխություն, կառուցման եւ վերակառուցման համար նախկինում էլ առաջարկում էր 3 մոդել։ Այս առաջարկում ծրագրից հանվել է 10-ից 15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանների անասնաշենքի մոդելը հանվել է եւ փոխարենը հիմա առաջարկում ենք եւս 3 մոդել 20-ից 25 գլուխ, 40-ից 45 գլուխ եւ երրորդ մոդելը 95-ից 100 գլուխ կենդանների պահվածքի համար։ Սահմանվել է, որ կառուցվող խելացի անասնաշենքերում պարտադիր պայման է տոհմային կենդանների պահվածքը։ Ծրագիրն ունի, նշեմ, որ եւ փոխհատուցման եւ վարկային բաղադրիչ, վարկային բաղադրիչով կառավարությունը սուբսիդավորում է ներգրաված վարկի 10%-ային կետը, ինչպես նաեւ նշեմ, որ սահմանվել է արտոնյալ ժամկետ 18 ամիս, նախկինում գործող 12 ամսի փոխարեն։ Այսինքն, եթե ֆերմերը վարկ է ներգրավում անասնաշենքի կառուցման համար, կարող է 18 ամիս մայր գումարի վճարում չիրականացնել։ Իսկ սահմանամերձ բնակավայրերի համար վարկային տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ։ Տոհմային տաղարաբուծության զարգացման ծրագրում ավելացվել է աջակցման մեկ այլ մեխանիզմ, համաձայն որի, եթե շահառուն օգտվում է խելացի անասնաշենքերի ծրագրից եւ ունի խելացի անասնաշենք, ապա ձեռք բերվող տոհմային կենդանների համար կարող է ստանալ փոխհատուցում, մինչև 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու դեպքում 30%, իսկ 25 եւ ավելիի դեպքում 40% փոխհատուցում։ Նշեմ նաեւ, որ շարունակվում է այս նախագծով խոշոր եղջերավոր կենդանների ձեռք բերելու համար վարկային տոկոսադրույքի սուբսիդավորումը 11%-ային կետով, եթե Հայաստանի տոհմային տնտեսություններից է ձեռք բերվում, եւ 10%-ային կետով, եթե ներմուծող կենդանիներ են։ Այստեղ էլ արտոնյալ ժամկետը սահմանված 12 ամիս է։ Եվ մի բաղադրիչ էլ է ավելացել, պայման էլ է ավելացվել, երկու ծրագրերում էլ պարտադիր պայման է սահմանվել, որ շահառուները պետք է լինեն իրավաբանական անձիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խոջոյան, բայց չասցիկ նախորդ շրջանում մեր ծրագիրը ինչ արդյունք ունեցել, քանի խելացի անասնագոմա կառուցվել, քանի գլուխ քանի անասնագլխականակով եւ ինչքան է ծախսվել։ Պարոն վարչապետ, նախկին մեր ծրագրի շրջանակներում այսօր մենք ունենք կառուցված 58 խելացի անասնաշենք, ընդհանուր խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային կենդանի ներմուծման ծրագրի շրջանակում մենք ունենք 2400 տոհմային կենդանի ներմուծված։ Այդ երկու ծրագրերի շրջանակում անասնաշենքի կառուցման համար ծախսված գումարը կառավարության կողմից փոխհատուցված գումարը եղել է 925 միլիոն դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման պարագայում այն եղել է 587 միլիոն դրամ։ Այսինքն ստացվում է, այս ծրագիրը մենք 19 թվականից ենք, չէ՞, ներդրել։ Այսինքն 19 թվականից 5 տարվա ընթացքում 58 անասնագոմա կառուցվել եւ 2400 գլխաքանակա ներդրվել, ճիշտ եմ հասկանում։ Այո, պարոն վարչապետ, մի թիվ էլ կուզենայի նշել, որ
Ընդհանուր առմամբ այս ծրագրի մեկնարկից հետո մենք ունեցանք էկոնոմիկայի նախարարություն դիմելիությունը եղել է շուրջ 413 ֆերմեր ցանկացել է որպեսզի խելացի անասնաշեն կառուցի, այդ 413-ից միայն 102-ն են, 103-ն են կնքել էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիր եւ ընդհանուր ավարտական կառուցվել է 58 անասնաշենք։ Այս ընթացքում մենք նկատեցինք նաեւ, որ շինարարական շինանյութի արժեքները փոփոխության են ենթարկվել եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ այս նախագծով առաջարկում ենք այդ փոփոխությունները, որպեսզի ֆերմերների համար տնտեսապես ձեռնտու լինի անասնաշենքի կառուցումը եւ տոմային կենդանիներով համալրումը։ Չէ, մենք դժգոհ չենք, որ 58 անասնագոմ կառուցել է, բայց մեր ի սկզբանե մեր պատկերացումը այդ չէր, ճիշտ է։ Այսինքն այս նշանակում է, որ ծրագիրը ասիկ 900 միլիոն դրամ 925 միլիոն դրամ անասնաշենքերի փոխհատուցման ծրագիր։ Ընդհանուր բոլոր 4 տարվա ընթացքում 900 Այո, միլիոն։ ընդհանուր 920։ Տեսացույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում։ Բա հիմա ինչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք։ Հիմնական այն ուսումնասիրությունը, որը մենք իրականացրել ենք, պարոն վարչապետ, դա վերաբերելի էր սահմանված փոխհատուցվող գումարին, այսինքն մենք գնահատում ենք, թե այս մոդելի անասնաշենքի կառուցման համար ինչքան է առավելագույն սահմանաչափը, որից հաշվարկվելու էր 50% փոխհատուցումը, եւ դրա հիման վրա ֆերմերները կամ որոշում էին կայացնում այդ անասնաշենքը մաս կազմեին ծրագրին կամ ոչ։ Եվ շատ դեպքերում, հատկապես վերջին տարիների ընթացքում նկատեցինք, որ դիմելիությունը որոշակի պակասել է հենց այդ հանգամանքի պատճառով եւ այդ է պատճառը, որ այս նախագծում վերանայվել են այդ շեմերը։ Ես կարող եմ նաեւ նշել, որ օրինակ 20-ից 25 գլուխ անասնաշենք կառուցելու համար, եթե նախկինում սահմանված էր 23 միլիոն դրամ ընդհանուր գումարը եւ դրանից հաշվարկվելու էր 50%-ը փոխհատուցում, ապա այս ծրագրով այդտեղ սահմանված է 30 միլիոն դրամ։ 10-ից 15-ը ինչ ենք անում։ 58 խելացի անասնաշենք 15 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար նախատեսված անասնագոմի այդ տարբերակը հանում ենք։ Ինչ ենք հանում։ 58 կառուցված անասնաշենքերից ամենափոքր թիվը աննշան թիվը կազմում էր հենց 10-ից 15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների եւ հաշվի առնելով նաեւ ինտենսիվացումն ու տնտեսապես արդյունավետությունը հաշվարկելով դրա համար առաջարկում ենք, որ 20-ից 25 գլուխով լինի։ Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում եւ մենք մեր ի սկզբանե այս process-ը ըստ էության ուղիղ եթերում է տեղի ունեցել 2018 թվականից սկսած մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքրերի համար հույս ունենալով որ նրանց պետք է աջակցենք, բայց ըստ էության արձագանք չենք ստացել, դրան մեր մեկնաբանությունը ամենատարբերն էր, բայց վերջերս նախորդ կառավարության նիստում ես այդ թեմային անդրադարձա, որ ըստ էության այդտեղ ընդ որում ես այդտեղ մեզ մեղադրական ենթատեքստով չեմ ասում, բայց խնդիրն է նա, որ այդ հատվածում ձևավորվել է մի իրականություն, որը խորը ճգնաժամային է, եւ մեր սովորական այդ պատկերացումները դահլիճային կամերային պատկերացումները իրականության հետ չեն բռնում։ Եվ պարզ է, որ 10-15-ը մենք կարող ենք ֆորմալ թողել քաղաքական մեսեջի առումով, բայց մեկը դա չի աշխատելու։ Բայց հիմա ես ուրիշ կողմից եմ ուզում մոտենալ հարցին։ Հիմա մեր խոշորը առավելագույն խոշորը մեր 100-ներ, հա, 100 այս նախագծով մի առավելագույն սահմանաչափ ենք ավելացրել, այո, 95-ից 100 գլուխ։ Նախկինում 45 գլուխն էր առավելագույնը, հիմա շատ լավ։ Հիմա 100 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար նախատեսված այս ծրագրի համար մենք ինչ փոխհատուցում ենք տալիս։ Մենք առաջարկում ենք այն գնահատված է 114 միլիոն դրամ, հետևաբար 114 միլիոն դրամի 50%-ը փոխհատուցում ենք։ Եթե այն գտնվում է սահմանամերձ բնակավայրերում, ապա 70% փոխհատուցում է տեղի ունենում։ Նաև նշեմ, որ պարոն վարչապետ, մի րոպե, 70%-ի բանը ինչքան է։
100%-ի համար 100 գլուխ եղջերավորի համար մենք ունենք ֆիքսված թվեր, չէ, որի 50 եւ 70%-ը ինչքան է կազմում։ 114 միլիոն դրամի համար 50%-ը կազմում է 57 միլիոն դրամ։ 57 միլիոն, 70%-ն էլ համապատասխան, ասենք մոտավորապես 80 քանի միլիոն դրամ։ Շուրջ 80 միլիոն։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում։ Մենք սահմանել ենք վերին շեմ 100 գլուխ եղջերավոր անասուն։ Հիմա իսկ քննարկել ենք մենք կոմիտեում, որ կոմիտեում է քննարկվել։ Իսկ քննարկել ենք sense տարբերակ, ասել ենք ես մեր ծրագրի բարձրագույն ամենաբարձր շեմն է 100 գլուխ։ Սրանից ավել ով ինչքան ուզում է թող կառուցի, մենք այս 100-ի չափով նույն ձևի իրանցել ենք փոխհատուցում։ Այսինքն մեկը ուզում է կառուցի 500 գլուխի համար նախատեսված, մենք ասում ենք ոչ թե բանաձևն ենք դնում, ասում ենք 100 գլուխ խոշոր եղջերավոր անասունի անասնաֆերմայի համար նախատեսված է, սահմանամերձում 80 քանի միլիոն դրամ, տոկոս կոնկրետ կհաշվենք, եւ ոչ սահմանամերձում 57 միլիոն դրամ, 100-ից ավել ով ուզում է կառուցի, ինչքան ուզում է կառուցի, այս նույն փոխհատուցումները իրանցել ենք տալիս։ Պարոն վարչապետ, նախկինում որ սահմանված էր 40-ից 45 գլուխ, նույն մոտեցմամբ էինք մոտենում հարցին, այսինքն լինում էին տնտեսվարողներ, որ իրենք ավելի մեծ էին կառուցում, եւ հետեւաբար մեր առավելագույն փոխհատուցման մասը այդպես էր կազմում, բայց հիշեցնեմ նաեւ, որ կառավարությունը շուրջ 2 տարի առաջարկում էր մեկ այլ ծրագիր արդեն խոշոր ներդրումների համար անասնաբուծության ոլորտում, որտեղ 1 միլիարդ դրամ եւ ավել, դա խոսքը վերաբերում արդեն խոշոր տնտեսություններին, ներդրում իրականացնելու դեպքում կառավարությունը փոխհատուցում է կապիտալ ծախսերի 40%-ը։ Այսինքն ավելի մեծ բան էինք։ Այո։ Առաջարկում ու չի աշխատում։ Մենք այդտեղ ունենք շուրջ կնքված 11 պայմանագիր եւ 11 պայմանագիրը իրականացման, քանի որ խոշոր ծրագրեր են 3 տարի իրականացման ժամկետ է սահմանված, մեկ տնտեսություն արդեն կառուցված է, մնացածը ընթացքի մեջ են, որոշները 2026 թվականին արդեն կանխատեսում է, որ կավարտեն եւ կդիմեն փոխհատուցման, որոշները կան մի քիչ ավելի դանդաղ են աշխատում։ Չէ, նկատի ունեմ իմ ասած բանաձևը ինչ որ մի բանի վնաս կտա, տենց էլ աշխատում է։ տենց էլ աշխատում է։ Այսինքն եթե այդ ծրագրի, այսինքն 100-ից ավել ներդրումների 40%-ն է 100-ից ավելի դեպքում 1 միլիարդի դեպքում։ Հա, դա 1 միլիարդի դեպքում, բայց եթե 1 միլիարդ չի, ասենք ինքը պետք է ծախսեր ենթադրենք 114 միլիոն դրամ չի ծախսում, կամ այս պարագայում գուցե մտածի, որ հնարավորություն ունեմ ոչ թե 100 գլուխ լինի, այլ 150 գլուխ լինի, այդ լրացուցիչ խթանը հաշվի առնելով։ Այո, մենք առավելագույնը փոխհատուցում ենք 100 գլխի համար սահմանված գումարը, թե չէ ինքը կարող է մեծ ավելի մեծ նախատեսել, այո։ Այդպիսին է ծրագիրը, կարող է անել 200 գլուխի համար նախատեսված, որը 1 միլիարդ չի հասնում այդ ծախսը, բայց այս 100-ի փոխհատուցումից ինքը նորից կօգտվի։ Պարոն վարչապետ, ես համոզված եմ, որ նախագծով այդպես է, բայց թույլ տվեք եւս մեկ անգամ ճշտել եւ արձագանքել, բայց գիտեմ, որ նախագծով այդպես է սահմանված։ Առարկություն չունեք, եթե ասենք ինչ-որ մի բանի չի խանգարում, այդպես է պետք է անել։ Իսկ այն մյուս խնդրի հետ կապված հարգելի գործընկերներ, իրականում բան կա, խնդիր կա եւ հայեցակարգային եւ քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական խնդիր կա, որովհետեւ ըստ էության ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը իրանք անհաջողության են մատնվում։ Ու մենք պետք է հասկանանք ինչ պետք է անենք, որովհետեւ այդտեղ մենք լուծումներ չունենք եւ ես կարծում եմ, որ այդտեղ սովորական լուծումների տրամաբանությամբ մենք չենք առաջնորդվելու։ Ընդ որում այս փակուղին զգացվում է եւ զգացվում է շատ տեղերում, որովհետեւ ել եմ ասում, այն հատվածում, որտեղ ասենք օրինակ մարդիկ վարկերի տակ են, չգիտեմ, խնդրեմ ունեն, գյուղատնտեսությունը էֆեկտ չի բերում, այդ հատվածում մենք տասնյակ որոշումներ ենք կայացրել, բայց այդ տասնյակ որոշումները չեն աշխատում։
Այդ թվում են պատճառով գուցե որ ի սկզբանե չէին կարող աշխատել, որովհետև դրա տակ տնտեսական հիմնավորում չկա, այսինքն տնտեսական մոտիվացիա չկա։ Եվ այստեղ մենք պետքա հասկանանք, որ խնդիր ունենք, ճգնաժամ ունենք, պետքա հասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Ընդհանուր մենք մյուս հատվածներն ենք քննարկում, այդտեղ պետքա գնալ գուցե պետքա գնալ շատ բարդ եւ ռադիկալ լուծումների։ Մենք պետքա արձանագրենք ուղակի նախորդ նիստում էլ ըստ էության դրա մասին խոսացինք, որ 3 տեղում 4-5-7 կիլոմետրական հեռավորության գտնվող անջրդի հողերում հողեր ունեցող մարդիկ ուղղակի գյուղատնտեսությամբ պետքա չզբաղվեն, որովհետև հնարավոր չի այդ բանաձևով գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց այդ մարդիկ ինչով զբաղվեն։ Եվ այստեղ հարցը առաջանում, որ մենք պետքա որոշակի ծրագրեր մշակենք, այդ թվում վերապատրաստումների կամ չգիտեմ այլ գործունեության խթանման, որպեսզի նաև հնարավորություն ունենանք այդ հողերը կոնսոլիդացնել եւ նաև դրանց համար նկատմամբ տնտեսական հետաքրքրություն ձևավորել։ Ես էլի ուզում եմ վերադառնամ այդ բանին։ Դուք էլի նշեցիք, էլի նշում ենք ամեն անգամ գյուղատնտեսական բան կոոպերատիվներ, բայց դա էլի գնանք խնդրենք աղաչենք, ես չգիտեմ ինչ, հաջորդ լուծումը կարող է դա լինել տեսականորեն, որ գյուղացիները իրանք հասկանալով, որ առանձին չի ստացվում ու չի ստացվելու, գոնե այդտեղ կոնսոլիդացիայի այսքան խթան ենք դնում արտոնություններ, վարկերի եւ դա իմիջիալոց նաեւ սև ցուցակներից դուրս գալու ճանապարհ է, որովհետեւ եթե անհատը սև ցուցակում է եւ չի կարողանում ստանա, երբ որ ինքը ձևավորի գյուղատնտեսական կոոպերատիվ 100 հոգով, այդ գյուղատնտեսական կոոպերատիվը սկսելու է 0-ից։ Բայց այստեղ խնդիր կա, որը էլի սոցիալ հոգեբանական ոլորտի խնդիր է, 100 հոգին պետք է կարողանան ընտրել կառավարիչ, վճարել այդ կառավարչին, որ ինքը այդ իրանց հողերը միավորի եւ դարձնի շահութաբեր։ Եթե սա չեն անելու, մենք պետք է ուղիղ ասենք, Ժորժ ջան, չի ստացվելու տեղ ոչ մի բան։ Մի հեկտարանոց հողում չի ստացվելու ոչ մի բան։ Այսինքն եւ դա մեր 7-ամյա պրակտիկան ցույց է տալիս, որ արտոնություն տվել ենք, այն արել ենք, զրոյական տոկոսներով գյուղատնտեսական վարկերը արել ենք, որոնք 0 էֆեկտ, մենակ մարդիկ հավելյալ ընկնում են սև ցուցակ, որովհետեւ տոկոսը 0, բայց մայր գումարը պետքա վճարվի։ Անենք չի, որ տոկոսը 0 է, վերջ ամեն ինչ ավարտվեց։ Եւ այլն եւ այդպես շարունակ, այդ փողերի անարդյունավետ ծախս, այսինքն ստեղ մենք լրիվ ուրիշ խնդիր պետքա լուծենք, բայց ինչքան էլ դաժան բան է հնչում, մեր իրականության համար տենց մի քիչ բան է հնչում, հասկանում եմ, դեֆորմացված է հնչում, այդտեղ սա արդեն մի քիչ ոչ թե մի քիչ, այլ մեծամասամբ կրթության ոլորտի հարց է։ Հանրակրթության մասին չեմ ասում, այլ խոսում եմ հանրակրթության, բայց ոչ դպրոցական եւ բանի։ Մեր բոլորի կրթության չի ստացվելու այդտեղ։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք եկեք բան անենք, որոշենք, որ այդ բոլոր հողատերերին անհատույց տարին, չգիտեմ, 3 միլիոն դրամ ենք տալ։ Ոչ մի բան չի փոխվելու այդտեղ։ Բացարձակապես ոչ մի բան։ Համեցեք։ Պարոն վարչապետ, նաև այս առիթը օգտագործելով ուզում եի նաև նշել, որ ընդհանուր առմամբ անասնաբուծության ոլորտում, եթե մենք ցանկանում ենք մթերատվության բարձրացում ունենալ, դա միայն պահվածքով չի սահմանափակվում կամ պահվածքով չի պայմանավորվում, պահվածքով, այսինքն անասնաշենքը դա պահվածքի ձևն է, պայմաններն այն։ Հետևաբար 3 կարևոր բաղադրիչ կուզենայի առանձնացնել, որը 3-ի պահպանման դեպքում նոր մենք ունենում ենք համալիր արդյունք, մեկը դա իհարկե պահվածքն է եւ կառավարության այս ծրագիրը խթանում է հենց արդյունավետ պահվածքի մեխանիզմները, երկրորդը դա գենետիկան է եւ գենետիկայի համար է, որ կառավարությունը տոհմային կենդանիների նաեւ ձեռքբերման աջակցության ծրագրեր է իրականացնում, նաեւ հիշեցնեմ մեր գործընկերներին, որ կառավարությունը 2025 թվականին արհեստական սերմնավորման համար փոխհատուցման ծրագիր է իրականացնում եւ այստեղ մենք 70%-ի չափով փոխհատուցում ենք եւ ծրագիրը մեկնարկել է արդեն Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Այդտեղ մենք
եղած գենետիկան բարելավում ենք արհեստական սերմնավորման միջոցով եւ երրորդը, որը որ շատ կարեւոր է նաեւ պահպանել, դա կերն է, սնուցումն է։ Եվ այստեղ կերի արտադրության համար էլ մենք մի քանի տարբերակներ ենք առաջարկել եւ քչերն են հիշում, որ կառավարությունը լիզինգի, ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակում հիդրոպոնիկ կերի սարքավորում ձեռք բերելու համար այնտեղ անհրաժեշտ 20% կանխավճար կա, այդ 20% կանխավճարի 80%-ը կառավարությունը որպես դրամաշնոր է տալիս եւ արդեն սարքավորումը ինքը օգտագործելով կարողանում են մարդիկ առանց գրավի միջոց ունենալու ապահովման անհրաժեշտություն կարողանում են այդ սարքավորումը ձեռք բերել եւ հիդրոպոնիկ կեր արտադրել։ Պարոն Խոջյան, ամենայն հարգանքով ձեր թվարկածը ոչ թե առաջին, երկրորդ, երրորդն էլ, այլ երկրորդը, երրորդը եւ չորրորդն էր, որովհետեւ առաջինը գիտելիքն է, որովհետեւ հիդրոպոնիկն էլ, բանը սերմնավորումն էլ, կերն էլ, բայց բանա, դա գիրք է, չէ՞։ Այսինքն կերը գիրք է։ Եթե այդ գիրքը չես կարող կարդաս, տառերը չգիտես, ինչ կապ ունի, այդ կերը կա թե չկա։ Այսինքն այդ արդեն գիրք է, որը ինչ որ միտեղ դարակում դրած է։ Եթե դու չես գնաց, նախ այդ չգիտես որ դա գիրք է, երկրորդ ձեռը չես պարզել, չես վերցրել, չես կարդացել, ինչ կապ ունի, ուզում եք 62 հատ կառավարության ծրագիր ներկայացնենք։ Այն օրը ես մի հանդիպման ժամանակ սենց շատ հետաքրքիր խոսակցություն եմ ունեցել, հանդիպման մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց, ասեց իմ ընտանիքը բան ունի, այդ չեմ հիշի թիվը, 30 թե 60 մեղվափեթակ ունի, որը մենք հետո խոսակցության ընթացքում պարզվեց, որը մենք որպես ժառանգություն ստացել ենք մեր պապիկից եւ տատիկից, եւ հիմա խնդրում ենք աջակցություն, որ այդ մեղվա ընտանիքը վերականգնվի։ Ես հարց տվեցի, ասացի, բա ինչի վերականգնվի, ինչ ա եղել այդ մեղվա ընտանիքը, որ տատիկից եւ պապիկից ժառանգել ենք։ Դե ասեց, չկա այդ մեղվա ընտանիք։ Այսինքն, որովհետև այդ մեղուն գիրք է, որը պետքա կարդաս։ Հիմա կարանք ասենք շատ լավ, տանք 50 միլիոն դրամ, 60 միլիոն դրամ, բայց եթե այդ գիրքը կարդացված չէ, նույն պատմությունն է, որովհետև էլի անընդհատ ուզում եմ այս բանի մասին, որովհետև սա շատ կարևոր նաև քաղաքական քննարկում է, որովհետև հիմա շատ են նաև խոսում նրա մասին, որ մենք 2018 թվականին այս բանի խեղճ մարդու, բանի անճար մարդու եւ այլն պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում որպես այդպիսին։ Սրա մեջ ինչ որ չափով ճշմարտություն կա եւ այս մեր ծրագրերի էվոլյուցիան դրա մասին է բանանում, վկայում։ Որովհետեւ մենք այդ թվում 2018 թվականից մենք ինչ ենք ասել։ Մենք ասել ենք մի քիչ այլաբաներն հետո ավելի ուղղակի, որ ասել ենք, որ աղքատությունը հաղթարվում է մենակ աշխատանքով։ Աշխատանքը բերում է աղքատության հաղթարման, եթե արդյունավետ աշխատանքը։ Որտեւ եթե աշխատանքը արդյունավետ չի, գիտելիքա հենք չի, ինքը աշխատանքը մոտավորապես պատկերացրեք, այդ նույնն է թե բան անում։ Մեքենան բանի մեջ է, չէ, բանի մեջ է, ցեխի մեջ է, որ ընկնում, կամ պարտադիր չի, ձյունի մեջ, ցեխի մեջ եւ այլն։ Չեմ կարող այդ բառը գտնեմ, հայերեն տեղապտույտ, բայց հիմա ասում ենք, այս մեքենայի ստեյս դուրս գալու ձևը աշխատանքն է։ Շարժիչը միլիոնի տակ աշխատում է։ Բայց չի առաջ գնում եւ արդյունքում այդ շարժիչը մատորը խփելու է։ Սրա մասին է խոսքը։ Որովհետեւ եթե այդ աշխատանքը գիտելիքի վրա ինքը զարգացում չունի, հա, ասում եմ, այսօր խնդրեմ կա։ Ես ինքս եմ ինձ մեկ հարց տալիս, այսքան շատ որ կրթության մասին խոսում ենք եւ այլն, ես ասում եմ, մարդիկ կասեն, այս ինչ են, մարդիկ հաց չունեն, սրանք եկել են ինչի մասին են խոսում։ Բայց էլի գոնե մենք, ես անձամբ եւ համոզված եմ բոլորս,
Մեր փորձը այդ փորձը ունեցել ենք։ Այսօր էլ ամենօրյա ռեժիմով դրա հետ ես ամեն օր իմ նամակագրությունը կարդում եմ, մի մասն է վերահասցեագրում եմ ձեզ։ Ամեն օր դրա հետ ես առնչվում եմ։ Մարդը հաճ չունի։ Սոված է, մենք բայց կարեկից ենք, չենք կարող բան չանել, չարձագանքել։ Մենք իհարկե աջակցում ենք, որ այդ մարդը հաց ունենա։ Բայց հաջորդ օրը պարզում ենք, որ ինքը էլի հաց չունի։ Էլի կարեկից ենք, պետքա մի բան անենք, որ հաց ունենա, ունի հացը։ Հաջորդ օրն ենք հետաքրքրվում։ Բա ինչ եղավ իր հետ։ Ինքը էլի հաց չունի։ Բա մենք կարեկից ենք։ Պետքա հաց տանք իրան, երրորդ օրն էլ ենք տալիս։ Չորրորդ օրը հետաքրքրվում ենք, բա լավ, ինչ, հետո ինչ եղավ։ Չորրորդ օրն էլ հաց չունի, 5-րդ օրն էլ, 10-րդ օրն էլ, մի տարի հետո էլ, 5 տարի հետո էլ։ Ինչն է սրա վերջը։ Սրա վերջը պետքա գտնվի, սրա վերջն է նա, որ պետքա մենք կարողանանք մարդկանց աջակցել, որ իրանք գիտելիքահենք, մարդը ինքը իրենով պետքա զբաղվի, ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ երբ որ ասում եմ աղքատությունը մեր մտքում է, մեր գլխում է, այս նկատի ունեմ նաև։ Չի լինում ուրիշ կերպ։ Չի լինելու ուրիշ կերպ։ Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը ավելի սևանում է։ Եվ սա է խնդրեմը, եւ այս խնդրեմը, եւ այս որ մենք բան ենք անում, սկսում ենք, ասում ենք 3000 մետրից սկսում ենք, հետո 3000 մետրը դասում ենք 6000, որովհետև 3000 մետրի դեպքում ծրագիրը 0 է, ոչ մեկ հետաքրքրված չի։ 6000-ը 12000, 12-ը 24000, 24-ը 48, 48-ը 96, ու ստացվում է, որ մենք խոշորի պաշտպանն ենք, բայց իրականում մենք աշխատողի պաշտպանն ենք, որովհետև հակառակ դեպքում էդ էլ կա։ Լավ մի օր տվինք, հաց 2 օր տվինք, հաց 3 օր տվինք, հաց 4-րդ օր, 5-րդ, 10-րդ, այդ ում փողով ենք այդ հացը տալիս։ Ում։ Այդ գումարը, որը պետական բյուջեն կամ թեկուզ պետական բյուջեն վաստակում է, որով մենք հաց չունեցողին պետք է հաց տանք, այդ գումարը ձևավորվում է աշխատողի հաշվին։ Եվ հետևաբար մենք պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին պետք է քաջալերենք, որ նա աշխատի։ Իսկ աշխատել կարող է միայն կրթության միջոցով։ Իսկ թե ոնց ենք եւ ինչու ենք մենք 30, 40, 50 տարեկան մարդկանց ասում, որ գիտեք ինչ կրթության միջոցով պետք է լուծվի այդ հարցը, ես այսօր այդ հարցին չեմ անդրադառնա, ես այդ հարցին անդրադառնում եմ իմ բանախոսությունների ժամանակ, որ տենց հանգամանքների բերումով ստացվեց կրթություն նորաձևի շարժման ընթացքում այդ ասելիքը ձևավորվեց, բայց դա կառավարության նիստում ասելու ասելիք չի, որտեղ երկար է կամ հարմար էլ չի։ Բայց էս է մեր խնդրեմը, պետք է հասկանանք։ Նա ով աշխատում, որովհետև էլի եմ ասում, այսօր ես բանի զեկույցն եմ գրում, զեկույցի քննարկման համար ելույթս եմ գրում ազգային ժողովում, որ մի շաբաթ պետք է ունենա։ Մենք 2018 թվականից կենսաթոշակային հիմնադրամը երկրի 234, եթե 30 քանի, 200 քանի միլիարդ դրամով ավելացրել ենք։ Ավելի քան 500 միլիոն դոլարով ավելացրել ենք մեր կենսաթոշակային հիմնադրամը։ Բայց նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, նվազագույնը կրկնապատկել ենք 18-ից դարձրել ենք 36, հա կամ 20-ից ենք դարձրել 30, 18-ից դարձրել ենք 30։ Բայց անհատի մակարդակում ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել։ Ինչի՞։ Որովհետև այդ ընթացքում էլ 125,000 մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը։ 2018 թվին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 500,000, հա 525, հիմա 650,000 է։
Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդը ավելացել է ում հաշվին, աշխատող մարդկանց հաշվին։ Նրանք ովքեր աշխատել են։ Եվ մենք, այո, հիմա էլի մեծ 7 տարի մեզ պահանջվեց, որպեսզի մենք համարձակություն դրսևորենք քաղաքական, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք։ Այսօր առավոտը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարական եմ տվել, չգիտեմ ինչքանով հնարավոր դա, ես հասկանում եմ, որ բարդություն կա։ Այսօր այդ տեքստի վրա աշխատելիս իմ մոտ հարց ծագեց։ Բայց մի րոպե, մենք կարող է ընտանիք ունենք, որ 25 տարի կամ 30 տարի անապահովության համակարգումը։ Ես համոզված եմ, որ ունենք, հիմա նախարարին խնդրել եմ, ասում եմ, հələ տեսնենք քանի մարդ եւ քանի ընտանիք կա։ Պատկերացնեք, մարդ 30 տարի Փարոսի շահառու է։ Սա, գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Անհարգալից վերաբերմունք, պատկերացնեք, մարդը 30 տարի նպաստ է ստանում անապահովության։ Մենք էլ համարում ենք, որ իրան լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս իրան։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը, որ դու այդտեղ բան կանես։ Եվ սա լրջագույն պրոբլեմ է, մենք սրա մասին պետք է մտածենք։ Լրջորեն պետք է մտածենք։ Ու մարդկանց հետ պետք է խոսանք սրա մասին։ Որովհետև ասում եմ, այն օրվա խոսակցությունը եւ էլի այդպիսի խոսակցություններ շատ ծանր տպավորություն են թողնում, որովհետև հասկանում ես, որ փակուղի է, չի լուծվում այդ հարցը։ Էնպես որ առաջարկում եմ սրա մասին մտածել, բայց այս քաղաքականությունը մենք պետք է շարունակենք։ Այո, 1 միլիարդ դնում է, ստեղծում է, որովհետև պոտենցիալ անապահովության համակարգում ընդգրկվածի համար աշխատատեղ կարող է ստեղծել ոչ մեծ, բայց աշխատատեղ կարող է ստեղծել։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, չվախենանք, որ մեզ ասեն, վայ, սրանք խոշորների պաշտպանն են։ Որովհետև ոչ խոշորներին պաշտպանելով իբր մենք այդ մարդկանց դատապարտում ենք աղքատության, հավերժ աղքատության։ Համեցեք։ Պարոն վարչապետ, համաձայն եմ, որ այդ հուսալքության իրավիճակը առաջանում է հիմնականում գիտելիքի պակասի հետ կապված, այս կոնտեքստում մի հարց ունեի, արդյոք այս ուղղությամբ այս գիտելիքի լրացման հետ կապված մենք որևէ քայլեր իրականացնում ենք, ես գիտեմ, որ նախկինում համայնքներում որոշակի դասընթացներ են տեղի ունեցել, բայց գուցե կարելի է օրինակ նույն YouTube-ում լեսահոլովակներ դնել, որտեղ այդ կրթական նյութեր կարող ենք հայերեն լեզվով տեղադրել, մարդիկ, որպեսզի այդ գիտելիքի պակասը ինչ որ մի ձևով կարողանան լրացնել, ուզում եի Ես ներողություն եմ խնդրում, հազար ներողություն, բայց ես չի ուզում տենց այդ բանը, այդ ինչին հղում արի շարունակեի, բայց այդտեղ ես մի դրվագ ունեմ, որի մասին խոսում եմ, ի շարունակություն գիտելիքի։ Ես ասում եմ, որ գիտելիքի պակասը եւ կրթությունը այդ նույնը վերաբերվում է հավասարապես եւ անհատին եւ կառավարությանը եւ պետական պաշտոնյային։ Մենք մեր գիտելիքի պակասի մասին էլ պետք է մտածենք։ Հիմա այն, որ ես ասում եմ հիմա, այս ինչ որ նոր ասեցի, չէ, 15 րոպե ելույթ ունեցա։ Ինչ որ ասացի հիմա, այդ գիտեք ինչ անշանակում, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Որտեվ եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի 7 տարի չէ, 7 լավ, 6 տարի առաջ ես ելույթը ես նույն ձևով, ես նույն տեղում կունենայի։ Այն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։
Մենք ենք այդ մարդկանց առաջնորդը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ այդ մեր գործն է։ Որովհետեւ 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման, ծրագիրը գրած է, ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղով պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ հələ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որտեվ թուղթ է, որ պրինտ են կանում, որը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթ է, որ պրինտ են կանում։ Ում է հետաքրքիր, դա որև բան նշանակում է, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում եք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, խնդրեմը չգիտենք։ Մենք դեղա, որ լցնում ենք բուժարոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր խնդրեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, այդ ուրիշ բան, այդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտեղ այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրանք չգիտեն իրանք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործը, իրանք գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է, մի բան փախցնելու, սեփականաշնորհելու մասին է, մեկին խափել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է, ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք, այն որ մեր այն հերավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։ Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղ է գիտելիք ունենալու, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց։ Չկա ճանապարհ, որով գիտելիք գնա, հասկանում եք։ Գիտելիքն է ֆիզիկապես շարժվում։ Ոնց է այդ գիտելիքը այդ գյուղացուն հասնելու։ Հիմա ասում ենք YouTube-ում դնենք, ընդ ինտերնետ կա, կոմպյուտեր կա, որ YouTube-ում դնենք։ YouTube-ում մենք կդնենք, մենք կնայենք, ասենք, էս ինչ լավ բան ենք արել։ Ու սա մեր պետական համակարգի ամենամեծ խնդիրն է։ Ու մեծ խոսանք։ Ու մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվան է առավել ևս։ Ու մենք եթե սա չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ Այդքան կլինի, այդքան ծրագիր, ես 5 տարի ինչ եմ ասում ժողովուրդ ձեզ։ Ասում եմ այդ ծրագրերը, որ ընդունում ենք, ես հետո գնում եմ մի տեղ կանգնում եմ, ասում եմ ժողովուրդ տեղյակ եք։ Ոչ մեկ տեղյակ չի, այս նիստում, եթերում, աշխատանքային ֆորմատները չեմ ասում, քանի անգամ ասած կլինեմ։ Գոնե մի 10-15 անգամ այդ թեմային անդրադարձած կլինեմ։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչ է փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել։ Այնտեղ որտեղ ընդհանուր YouTube-ին բան է փոխվել, ասենք ես մտել եմ, նայել եմ, տեսել եմ, ասում եմ, բայց խիա, այս 1962 թվականի բան դրած, տեղեկություն դրած, հետո երկու շաբաթում մի կերպ իրար տալով ջուրտուկշի անելով մի բան լցրին այնտեղ, պարոն վարչապետ, հանձնարարականը կատարված է։ Էս է մեր պատմությունը։ Եվ հերիքա մենք մեզ խաբենք։ Մտածեցին կռիվ ենք անում։
Շատ լավ։ Առաջարկում եմ մտածենք ու քվեարկենք։ Կամ քվեարկենք, հետո մտածենք։ Համեցեք։ Անհրաժեշտ բարձրապետ, այս նախ գիտելիքների հիմնական գեներատորը իհարկե բիզնեսն է, որը ինստիտուցիոնալ, որը գալիս է, որովհետև ինչքան շատ լինի բիզնես, այդքան շատ ինստիտուցիոնալ բիզնես, այդքան շատ կտարածվի գիտելիքը, որովհետև մեկը ինքնա թելադրում եւ ինքնա տարածում ամենաարդի գիտելիքը, մի քիչ դասագրքային բան չի, դա պիտի պրակտիկ բան էլ ունենա եւ որակի ստանդարտը, պարոն վարչապետ։ Այսինքն, այստեղ տեսեք ինչ պրոբլեմատիկա է, որ մենք ոչ ինստիտուցիոնալ գյուղատնտեսական արտադրության խթաններ ենք դնում, այդ շղթան գնում է միջև արտահանում ու դառնում է մեծ պրոբլեմ, որովհետեւ եթե արտադրությունը ինքը ոչ ինստիտուցիոնալ է, նշանակում է ամբողջ շղթան ենք ֆինանսավորում, ոչ ինստիտուցիոնալ շրջանառության ստանդարտին չհամապատասխանող արտադրանքի, օրինակ ունենք այդպես սիմպտոմներ խաղողի մասով։ Եվ այդ իմաստով այս ճիշտ դիզայնի կարևորությունը նաև նրանում է, որպեսզի ինքը գնա հասնի այն շահառուին, որ արտադրում է ճիշտ արտադրանք, որը համապատասխանում է ստանդարտին եւ մրցակցային կլինի։ Համաձայն եմ, պարոն Գրիգորյան, այդ էլ է, ինչ որ ձևով պետքա հետևից քաշի, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ես խնդրում եմ եւ առաջարկում եմ, որ մի հատ կենտրոնանանք այն սեգմենտի վրա, ով ի սկզբանե մեր նպատակակետն է եղել եւ մենք կենտրոնացած ենք եղել եւ շարունակում ենք իրանց ինչ անենք իրանց համար։ Իմ եզրակացությունն է նա, որ մենք պետքա նախ սովորենք, թե ինչն է իրանց խնդրեմը եւ իրանց է օգնենք, որ իրանք հասկանան ինչն է իրանց խնդրեմը եւ պետքա էլի նույն բանը, հա, ինչքան եմ ասել բան, որ Ժողովուրդ ջան, ես համաձայն եմ մի աշխատանքային օր անցկացրեք կաբինետներից դուրս, ուղղակի գնացեք մարդկանց հետ շփվեք։ Հա հիմա էլ զեկույցները գալիս են էլի ֆորմալ, տենց, կիսա նայում ես հասկանում ես, որ էլի մնալու ենք առաջի դասարանում։ Ոստե է ֆունդամենտալ խնդրեմը։ Բայց լավ, ես առաջարկում եմ բան չանենք, դենց անվերջ չքննարկենք հարց համար 22։ Եկեք մտածեցինք, հիմա էլ քվեարկենք։ Ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չունենք որոշումն ընդունվում։